Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենալու նպատակով ռուսական կողմի սանկցիաները հայկական որոշ արտահանվող մթերքների եւ ծաղիկների համար, ինչպես նաեւ հանքային ջրի համար, կարծես թե ամբողջովին իրենց պատկերացրածի ռուսական կողմի պատկերացրածի հակառակ պատկերն են սկսում ձևավորել, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Իհարկե Ռոսել Նադզորը հայտարարում է, որ դա քաղաքական բանի հետ առհասարակ կապ չի ունեցել։ Դե մենք էլ հավատում ենք, որ կապ չի ունեցել։ Պարզապես այնպես ստացվեց, որ տասնամյակներով դուք ընդունում եք այն ինչ որ գալիս էր, նույն մարդու նույն մշակաբույսը նույն ձևով աճեցրած, պահպանած, ձեզ ուղարկած, իսկ հանկարծ այնպես ստացվեց, որ երբ նկատեցիք, որ չէ միջազգային կառույցների հարցումների համապատասխան ձեր ներդրած գաստրոլյորները, դեսանտները պարտություն են կրելու այսպես թե այնպես, սկսեցիք վախեցնելով ինչ որ գործել։ Սա Ռուսաստանի ձեռագիրն է, նրանք մինչև այսօր չեն հասկացել, որ 21-րդ դարն է։ Իրենք դեռ ապրում են 18-19-րդ դարերում ու իրենց թվում է, որ վախեցնելով կարող են զավթել տարածքներ եւ այլն։ Հայ ժողովրդին էլ ոնց որ թե լավ չեն ուսումնասիրել, նորմալ է, որովհետև գիտեք ոնց, խորհրդային միության տարիներին այն գիտական ուժը, որ եղել է եւ փորձագիտական ներուժը նույնպես, մեջները դժվար կլիներ ռուս գտնել։ Մեջները սովետական միության բոլոր երկրների ներկայացուցիչներից էին, այդ թվում փայլուն ճակատ ունեցող մեր հայերը, հայրենակիցները։ Եվ հիմա, երբ արդեն նա միայնակ է, բնականաբար իր ունեցած ռեսուրսները մշտապես իրեն քաշում են, ինչպես ուկրաինական ճակատում, ինչպես միջազգային հարթակներում եւ այլն, այնպես էլ Հայաստանի հանդեպ գործողություններում։ Հայ ժողովրդին լավ չեք ուսումնասիրել, եւ այս վատ ուսումնասիրելու արդյունքում դուք որոշեցիք սահմանափակումներ մտցնել, շատ կարևոր ուղղություններով իմիջայլոց լավ հաշվարկելով այդ ուղղությունները եւ հենց այդ ուղղություններով մտցնել այդ սահմանափակումները հույս ունենալով, որ հայ քաղաքացին բնակիչը կընկրկի եւ հանուն Ռուսաստան արտահանելու այս բանի ֆոնի տակ կընտրի ռուսական ազդեցության ուժերին, ոչ թե ռուսական ազդեցության ուժերին, այլ ռուսների գաստրոլյորներին։ Եթե ազդեցության ուժեր լինելը մի քիչ ուրիշ բան է, ուղիղ ենթակա լինելը ուրիշ բան է։ Այդպես էլ եղավ, իհարկե ֆլեշմոբեր էլ եղան ընդհուպ միջև, շատ գյուղացիներ, շատ ֆերմերներ արտահայտեցին իրենց կարծիքն ու մոտեցումը այդ ամեն ինչի վերաբերյալ եւ նրանց մեծ մասը կատարեց ճիշտ ընտրություն, ինչը բերեց նայեք ինչին։ Ուրեմն, մեզ համար բացվեց շուկա։ Այն որ ասում են չկա չարիք առանց բարիք, բացվեց շուկա։ Իհարկե այստեղ աշխատանքներ կան անելու ու դժվար է լինելու բան լինել, մի քիչ փոփոխվել եւ հարմարվել նոր շուկաներին, բայց այդ շատ կարճ process է։ Դրանից հետո վստահ եղեք, շատ ավելի լավ է լինելու ամեն ինչ։ Հիմա կարդամ խոսքը ինչի մասին է։ Եվրոպական հանձնաժողովը նախապատրաստում է արտակարգ առևտրային միջոցառումներ օգնելու Հայաստանին հաղթահարել Ռուսաստանի կողմից կիրառված ներմուծման սահմանափակումների հետևանքները։ Այս քայլը նպատակ ունի պաշտպանել հայկական արտահանումը եւ ամրապնդել ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում։ Ահա եւ ռուսների հաշվարկները ինչպիսին եղան։ Հետո դարձյալ մեզ մեղադրելու են եվրոպացիների հետ սերտ համագործակցելու, տնտեսական համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նայեք ձեզ։ Ես երբ որ նայում եմ ձեզ, ձեր քաղաքականությանը, ձեր պալիտոլոգների մեկնաբանությունները, նայում եմ ձեր ուղարկած քաղաքական գաստրոլյորներին, միևնույն մտածելակերպն է։ Դուք կարող եք բոլորին մեղադրել, բայց հանկարծ մի հատ ինքնաքննադատության ինքներդ ձեզ չենթարկեք։ Ինչու է ԵՄ-ն միջամտում։ Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ արգելանքներ էր սահմանել հայկական մի շարք ապրանքների, ծաղիկների, հանքային ջրի, գինու, կոնյակի, մրգերի, բանջարեղենի եւ ձկնեղենի նկատմամբ։ Սա մեծ հաշվով հիմնական այն ամեն ինչն է, ինչ արտահանվում է Ռուսաստան։ Իմիջիալոց ինչի է արտահանվում հենց Ռուսաստան, որովհետեւ թարսի նման մեր նախկին 3 նախագահիկները
վերցրել ու որոշել էին, որ մեր ամեն ինչը պետք է կապել Ռուսաստանի հետ եւ ոչ մի ալտերնատիվ տարբերակ չթողնել։ Եւ սրանով հենց օրը մի հատ շղթա ավելացրել էին հայ քաղաքացու ողնաշարին։ Ինչպես նշում է Financial Times-ը, ԵՄ-ի նախաձեռնած ինքնավար առևտրային միջոցառումները նախատեսում են մաքսատուրքերի նվազեցում հայկական պարենային եւ գյուղատնտեսական ապրանքների համար, թիրախավորելով շուրջ 420 միլիոն եվրո արժողությամբ շուկան։ Մարտահրավերներ եւ հեռանկարներ, ինչպիսին են դրանք լինելու։ Թեև ԵՄ պաշտոնյաները վճռական են տրամադրված, գործընթացը զերծ չէ բարդություններից, բնականաբար։ Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Գիրագոսյանը շեշտում է, որ չնայած քաղաքական կարևորությանը, այս միջոցները կարող են միայն ժամանակավոր լուծում լինել։ Դա բավարար չէ ռուսական գերիշխանությունը չեզոքացնելու համար, ուստի սա ավելի շուտ ժամանակավոր փրկողակ է։ Այսպեսի կարծիք է հայտնում։ Բայց ես կարծում եմ, որ մեր հայ ժողովրդի մտավոր ներուժը բավարար է, որ օգտվելով թեկուզ, եթե անգամ ժամանակավոր լուծում է, օգտվելով այդ ժամանակավոր լուծումից հաստատ կգտնի որոշ ուղղություններ, որտեղ որ կարող է հեռահար, հիմնական եւ շատ ավելի գրագետ լուծումներ գտնել իր համար, իր բիզնեսը զարգացնելու համար։ Չպետք է կոմպլեքսավորվենք, ժողովուրդ ջան, մենք ինքներս գիտենք, որ մեր մոտ ամեն ինչն էլ շատ է լավ ստացվում է, մենակ թե պետք է մեր օդը բացվի ու կբացվի։ Բացի այդ, դժվարություններ կան կապված լոգիստիկայի առանց ելք դեպի ծով Հայաստանից ապրանքների տեղափոխումը Վրաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Եվ եվրոպական որոշ արտադրողների, օրինակ ֆրանսիական կոնյակագործների շահերի հավասարակշռման հետ։ Ես այստեղ այսքան վատատես չէի լինի, պիսիմիստ չէի լինի, որովհետև նախ եւ առաջ այս մաքսատուրքերի իջեցումը հենց դրա մասին է, հաշվի առնցվել, որ մենք ելք դեպի ծով չունենք։ Վստահաբար հայ-վրացական հարաբերությունները այնպիսին են ու գնալով ավելի են բարելավելու իրենց վիճակը, որ հնարավոր կլինի որոշային լգոտաներ ստեղծել, այսպես այս բառը ներողություն օգտագործելու համար, պես միտքան բռնելի է երևի թե։ Թուրքիայի հետ սահմանի բացումը տեսնում եք ինչքան կարևոր բան է, ոչ թե այդ հիմա է կարևոր, միշտ է կարևոր եղել։ Թուրքիայի կողմից սահմանը փակվել է մեզ տնտեսապես ճնշելու եւ ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում, որպեսի Հայաստանը երբեք աշխարհի հետ լոգիստիկ կապ չունենա։ Բացարձակ երբեք, որովհետեւ ռուսներն ու թուրքերը պայմանավորվել են, որ օրինակ Հայաստանը ռուսներին, այն ինչը իրանց, չգիտեմ, այսպես ինչ որ Սիրիայում, ինչ որ բաներ, աշխարհը իրանց մեջ մեծ երկրներ են։ Իրանք իրար մեջ ինչ որ առևտրի մեջ են եղել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ի թիվս աշխարհում էլի որոշ տարածքների եղել է սեղանի վրա դրված բլյուդ մի հատ, որից ոնց ուզեն կարող են օգտվել, ինչպես ուզեն կարող են ճակատագիրը լուծել։ Եվ մեզ պահել են հակաթուրքականության ծիրում, հակաթուրքականությունը որպես, ես այսպես ասեմ, բացասական ազդեցության բան օգտագործելով։ Իհարկե օգտագործելով հայ ժողովրդի հիշողությունը, պատմական, արդարացիորեն պատմական հիշողությունը, զգացմունքայնությունը, զգայունությունը հայ-թուրքական հարաբերություններում։ Դա կիրառել են, որպեսզի մեզ պահեն ռուսական տիրույթում։ Եվ նախորդ նախագահներն էլ չունենալով ոչ համարձակություն, ոչ քաղաքական կամք, լինելով հատուկ ծառայությունների գործակալներ ընդཐུպ միջև նրանց ազդեցության ներկայացուցիչներ, ամեն ինչ արել են, որ այդ պլանը աշխատի, վերջ։ Ու աշխատել է այդպես, այ ռուսն էլ չլինի, թուրքն էլ մեզ կուտի։ Այս էլ մի հատ էսած վերջում գրել են մենյուի տակ, այն որ ոնց է գրվում, վերջում են 10% բանն է, էլի էդի, թեյավճարն է։ Գրել են տակը ու վերջացավ։ Բերել ռազմաբազան էլ դրել, ռազմաբազան իրանք դրել են Հայաստանում, ոչ, իրենք գիտեն, որ իրենց ռազմաբազան դրել են իրենց տիրույթում։ Իրենք այսպես են մեկնաբանում դա, այդպես են ընկալում դա, ոնց տեղ Հայաստանը անկախ պետություն է, ինչի մասն եք խոսում։ Այս սա է միտքը։ Իրենց տեսանկյունից այդպիսինն է։ Եվ այստեղի գաստրոլորների, FSB-ի գործակալների, KGB-ի շպիոնների մտածողությունն էլ է այդպիսին։ Նրանք այո, շատ խոսում են թուրքը, բայց իրենք ոչ մի խնդիր չունեն թուրքերի հետ։ Հանգիստ եղեք, բացարձակ ոչ մի խնդիր չունեն։
Ասեմ ավելին, նույն Ռոբերտ Ամստերդամը ով հանդիսանում է Տաշիր Սամոյի փաստաբանը, նույն Ռոբերտ Ամստերդամը ներկայացնում է Թուրքիայի շահերը միջազգային ատյաններում։ Նույն հիբրիդային պատերազմը, որը մղվում էր Հայաստանում, իօքու Տաշիր Սամոների, Քոչարյան, Ռոբերտների, Ծառուկյանների, Թևանյան, Թաթոյանների եւ այլն, ինչպես էր աշխատում։ Իրենց թուրք գործընկերների միջոցով Եվրոպայում դե այստեղ տեսնում են, չէ, հակառակորդ կողմը ոնց որ թե ավելի եվրոպական արժեքների է ձգտում։ Եվ որպեսզի այդ կողմից կարողանան ջարդեն հիբրիդը աշխատացնեն, իբր տեսեք ֆրանսիական այսինչ կայքը, չգիտեմ, այսպիսի հրապարակում արել։ Բացում նայում ես, գնում ես նախ ֆրանսիական այդպիսի կայք չկա, հետո դուրս ես գալիս, տեսնում ես այդ կայքը, որը ստեղծվել է ֆրանսիական կայքի ավանդակ, տերն էլ թուրք է։ Այսքան թուրքերի հետ պայմանավորված այս ուղղության վրա հարձակումներ են իրագործել այս ողջ ընթացքում։ Ակտիվացել է ընտրությունների ժամանակ, բայց վստահ եղեք, բոլոր տարիներին դա օգտագործվել է։ Այդ մենտալիտետը մցրել են մեր քաղաքացիների մեջ, հույս ունենալով հավերժական ձևով պահել Հայաստանի տարածքը իրենց համար։ Անհրաժեշտության դեպքում կարող են փոխանակել էլ, ինչ է եղել, ինչպես Արցախը փոխանակեցին։ Արցախի հարցը ռուսների ձեռն է եղել։ Ռուսաստանի ձեռը։ Արցախը Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ տեղավորել է Ռուսաստանը, Արցախի պատերազմը, ռազմական գործողությունները, քաղաքական մոտեցումները կիրառել է այդ ամեն ինչը հիբրիդով այն ժամանակվա հնարավորություններով Ռուսաստանը, ռազմական գործողությունների վերահսկելիությունը եղել է Ռուսաստանի ձեռքի տակ, եւ այո, դա մշտապես եղել է հալածելու համար Հայաստանում եւ Հայաստանում թույլ չտալու որպես իշխանություն փոխվի։ Եվ վերջում էլ շատ սիրուն ձևի նախազգուշացնելով հանդերձ, որ այո, դիտարկում են Արցախը Ադրբեջանի կազմում, Պուտինի բերանով, Լավրովի բերանով, վերջը բերեցին պատերազմական գործողություն, ռազմական գործողության ողջ ընթացքում աջակցեցին Ադրբեջանին, վերջում էլ սիրուն խաղաղապահներին բերեցին, կանգնացրեցին, եկան բնապահպանները, ինչ-որ տենց բան, շրջափակեցին Արցախը։ Պատկերացնում եք խաղաղապահները չկարողացան բնապահպանների գործողություններից բխող խնդիրները չեզոքացնել։ Այո։ Վերջում էլ սիրուն ամեն ինչ արեցին, իրենց մարդուն նշանակեցին, ով ստորագրեց կապիտուլյացիան ու խնդրեմ Ալիև, այս քոնը հիմա նենց ենք անում, որպեսզի այս ամեն ինչը օգտագործենք, ես Սյունիքով ունենամ Միջանցք, որտեղ որ նստած կլինի իմ FSB-ն։ Սա եղել է ընդհանուր պլանը, որը չաշխատեց հայ ժողովրդի այն շատ նուրբ ենթագիտակցության շնորհիվ։ Ինչքան էլ որ փորձեցին իրենց հիբրիդը աշխատացնել։ Հիմա ճանապարհները կբացվեն եւ արդեն առաջին քայլերը կան, այս պեսիմիստությունը նաեւ ինչի չեմ ընդունում, ամենայն հարգանքով իհարկե, հայ եւ թուրք գործարարների հանդիպում տեղի ունեցավ Թուրքիայում, ահագին լուրջ խոսակցություններ են ծավալվել, արդեն երրորդ երկրներով, այնտեղ արդեն ապրանք կարողանում է գնագա մի քիչ ավելի հեշտացված տարբերակով, մինչև կբացեն նաև ճանապարհը։ Եթե Հայաստանը սկսում է Եվրամիության հետ աշխատել, Արևմուտքի հետ աշխատել, չի կարող այդ սահմանը փակ մնալ։ Ասեմ ավելին, Թրիպուղին էլ երբ որ կգործարկվի, որևիցե մեկը չի կարող փակ պահել իր սահմանը։ Հասկանում եք, որովհետև դրանք գեոպոլիտիկային լայն կոնտեքստում են ու շատ երկրներ ողջունել են նախ Ասիայից, Միջին Ասիայից մինչև Արևմուտք, բոլորն էլ ողջունել են դա արդեն։ Եվ այստեղ Ռուսաստանը հասկանում էր, որ խաղից դուրս է մնում։ Դրա համար էլ ուղարկել էր գաստրոլյորներին իր բոլոր հնարավորություններով։ Ու սրանք եկել էին ոնց պիտի համոզեին ժողովրդին, վա, թուրքը հեսա գալու է բան։ Օգտագործելով մեր թույլ տեղերը։ Շարունակենք։ Այնուամենայնիվ ԵՄ-ն ակտիվացնում է շփումները։ ԵՄ արտաքին գործերի նախարարները արդեն քննարկել են հարցը հայ դիվանագետների հետ, իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հուլիսի սկզբին կայցելի Երևան։
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլի խոսքով հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցներ օգնելու հայկական բիզնեսին մուտք գործել ԵՄ նոր շուկաներ։ Այո, հասկանալի է, որ կոնյակի հարցում մրցակցություն կամ գինիների հարցում իհարկե հնարավոր են դրանք, բայց մենք էլ պիտի գիտեք դուրս գանք այն նախորդ 100-ամյակից, էլի, եկեք անցնենք նոր 100-ամյակին, եկեք պատրաստվենք դրան։ Այն ամեն ինչը սրբազնացնելով մենք սենց պարփակված կոնսերվատիվ ձևով նստած որոշում ենք, որ աշխարհն անարդար է եւ մենք հալածյալ ենք, հասկանում եք։ Բացվեք, դիվերսիֆիկացվեք, փոփոխությունների ենթարկեք ձեր բիզնես, այ հարմարավետությունից մի պահ դուրս եկեք, որովհետև վստահ եղեք, ցանկացած հայ քաղաքացի, իսկապես իր պետության մասին մտահոգ քաղաքացի, չի կանգնի այն բիզնեսմենի բողոքի շուրջը եւ չի աջակցի դրան, եթե այդ բիզնեսը Հայաստանի Հանրապետության շահերը տրոհրում է։ Այսինքն, ինչ նկատի ունեմ։ Տեսեք, ֆուրերը կանգնած են մեքենաները, չէ՞, լարսում, բայց մեծ աղմուկ չեն կարողանում ստանալ, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասում է հետևյալը, գիտեք ինչ, ես չգիտեմ ով ինչ կորուստներ կկրի, բայց իմ համար ամենամեծագույն ունեցվածքը դա իմ պետությունն է, եւ եթե պիտի լինեն ապրանքի տեսքով կորուստներ հանուն իմ պետության ինքնիշխանության հաստատման ու ամրապնդման, ապա թող լինեն։ Իհարկե ես այստեղ չեմ ասում, որ պիտի ամբողջովին բացի թողի լինի։ Իմ կարծիքով էկոնոմիկայի նախարարությունը եւ համապատասխան կառույցները որոշակի աջակցության ծրագրեր կիրականացնեն, բացի դա էլ կոմունիկացիաները կպահպանեն, որպեսզի այս հարցերը լուծվեն։ Աչք չեն փակի։ Այդ այն ժամանակները կարող էին աչք փակել, որովհետեւ ժողովրդի դարդողում էր պետք։ Կամ եթե դու ժողովուրդ լինեիր հասարակ, դու կարող խիտես մեզ բիզնեսների մեջ մտնել։ Սենց հարցեր կա։ Այսինքն վստահությունը առաջնային է, ու ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վստահ եմ, որ արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին չտուժի, որովհետև քաղաքական իշխանություններին դա պետք չի։ Իրենք շատ հիանալի հասկանում են, որ այդ ալիքը կարա բացասական բաներ բերի իրենց, չէ՞ որ ամեն դեպքում քաղաքական թիմ են եւ դիվիդենդների կորուստը հեչ իրենց պետք չի։ Ոստի, ինչպես բազմիցս ապացուցել են, որ ժողովրդի կողքին են, հիմա էլ են լինելու ժողովրդի կողքին ու վստահաբար ինչ որ մի բան ձեռնարկել։ Եվ գիտեք ինչ, ասեմ ավելին, Եվրամիությունը, Եվրոպական հանձնաժողովը այս ամեն ինչը որ նախապատրաստել է այս առևտրային միջոցառումները օգնելու, աջակցելու եւ այլն, դա հո իրենք չեն մնացել որոշել գան աջակցել։ Դա հսկայական ահռելի աշխատանք է, ընդ որում ինձ թվում է, որ մի փոքր վաղուց է ստացվել, այսինքն նախապատրաստված եղել է կառավարությունը, հասկացել է, որ հնարավոր է ինչ-որ մի պահից Ռուսաստանը որոշի անկանոն շարժումներ անել, եւ քանի որ առհասարակ գնում է Հայաստանը աշխարհի առաջ բացվելուն եւ բազմիցս վարչապետն էլ է դրա մասին շեշտել, ապա պետք է նոր շուկաները դիվերսիֆիկացիան տնտեսական իրագործվի։ Եվ վստահաբար նաեւ գնացել են նախնական պայմանավորվածություններ են եղել, խոսակցություններ, նախապատրաստվածություններ են եղել, կապեր են ստեղծվել եւ այլն, եւ ինչ որ մի պահից սկսել են, երբ որ արդեն գործուն քայլեր ձեռնարկվեցին Ռուսաստանի կողմից, այստեղից էլ ձեռնարկվեցին գործուն քայլեր արդեն նախապատրաստված իրավիճակում, ինչի արդյունքում այսօր Եվրոպական հանձնաժողովը արդեն որոշում է հստակ ավելի քայլեր հատուկ օրենքներ ընդունի հայկական ապրանքների համար։ Սա արդեն ցուցանիշն է պետության սրտացավության, իշխանության սրտացավության այս ամեն ինչի վերաբերյալ, որ կարող ենք հանգիստ վստահել, որովհետև իրենք հաշվի առնում են այս ամեն ինչը։ Իսկ խնդիրները ժամանակավոր են, ես համբերություն եմ մաղթում այդ գործով զբաղվողներին ու կարծում եմ, որ իրենք էլ պիտի ասեն, որ այո, իրենց բիզնեսից առավել պետությունն է, ու եթե պետական շահն է դրված, այդ բիզնեսը կարա եւ այո, մի պահ տուժի։ Աշխարհում նման դեպքեր մշտապես են լինում, մշտապես։
Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ լայնածավալ աշխատանքները բոլոր ուղղություններով գրեթե շարունակվում են, ինչը ոչ մի կերպ չենք տեսնի Կիրիենկոյի գրասենյակից կառավարվող գաստրոլորների գրպանային լրատվական կայքերում, որ լուսաբանեն, մարդիկ տեսնեն, ճանաչեն, իմանան, տեղեկանան, խոսքը զենքերի արտադրության մասին, Օրերս Սուրեն Պապիկյանը գտնվում է Ֆրանսիայում, Փարիզում նա հանդիպել էր Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ եւ բավականին այսպես հագեցած օրակարգ էր կարծես թե առավել եւս որ արդյունքները տեսանելի են արդեն հիմա կասեմ թե ինչի մասին է խոսքը արդյունքների տեսանկյունից ֆրանսիական Թալեսը եւ հայկական Բուտեխը ռազմավարական գործընկերություն են հաստատել գործընկերությունը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը կխորացնի ՀՀ Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է սա ասել բայց տեսեք ինչքան համակցված են աշխատում ԲՏԱ-ն Պաշտպանության նախարարությունը մյուսը եւ այսօրվա դրությամբ մենք դա է նաեւ պատճառը որ մենք տեսնում ենք հիանալի զորահանդես, հետո դրանից հետո տեսնում ենք համալիրում ցուցադրվող հայկական արտադրության տեխնիկաներ, այն որ 5-րդ, 6-րդ սերնդի տեխնիկաներ, այս ամեն ինչը կարող էր լինել մշտապես ու կարող էր լուրջ դրական ազդեցություն ունենալ թեկուզ Արցախյան հարցում, բայց քանի որ մեր գաստրոլորները անկախ ինչ-որ բան չեն ունեցել ենթակա են եղել, այև ունեցել ենք այն ինչ ունեցել ենք, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը չի թույլատրել պարզապես, որ մենք ոչ մենք զենք արտադրենք, այլ զենք գնենք աշխարհից, որովհետև մենք ամբողջովին պիտի լինենք ռուսական զենքերի հույսին, ընդ որում, ես չեմ ասում ռուսական զենքերը վատն են, ռուսական զենքերի մեջ կան իսկապես նաև լավ որակյալ բաներ, բայց մեզ դա չի հասել Մեզ բերվելա, չգիտեմ, Աֆրիկաներում 3 կռուկ պատերազմների մեջ ֆռացած, Սահարայի անապատներում բան, ինչ-որ ակայսներ, էժան, ձրի, ինչպես Նարեկ Կարապետյանն էր ասում, մենք ձրի կբերենք զենքը, մենք գիտենք ձրին ինչ զենք է, ինչպես Մամիջանյանն էր ասում, 50,000 տոննա զենք, Ինչ զենք այդ կապ չունի, քաշով է, կիլոյով ենք, էլի ստանում, տոննայով ենք ստանում զենքը։ Սա է նրանց պատկերացումը ու այս պատկերացումներով մտել են քաղաքական դաշտ, խոսում են մեծ, չգիտեմ, հայկականություն, պետք է պայքարել, չգիտեմ, առյուծի նման, ես ինչեր են խոսում։ Գաղափար չունեն։ Ուղարկած հանրային հեռուստատեսություն ուղարկած իրենց ներկայացուցիչին էլ տեսանք, ինչից էր խոսում, 150 մմ-անոցի ու 155 մմ-անոցի տարբերությունը ոչ մի կերպ չէր հասկանում։ Ոչ, չգիտի ինչի մասն է խոսքը, առհասարակ չգիտի ինչի մասն է խոսքը։ Այսօրվա դրությամբ մենք աշխարհից զենք ձեռք բերելու խնդիր չունենք։ Ու հիմա նայեք, Ռուսաստանը մեզ զենքը տալիս էր մի քանի 100 միլիոնով, Ադրբեջանին տալիս էր միլիարդներով, գումարած դրան Հիմա մի կարևոր հանգամանք եկեք ուշադրություն դարձնենք։ Ադրբեջան արհեստական պետությունը այն ժամանակ ստեղծվել է Ռուսաստանի միջոցով։ Ռուսաստանն է ցանել, ստեղծել Ադրբեջան։ Հասկանում եք։ Սա պատմական փաստ է։ Ռուսաստանն է ստեղծել այդ պետությունը։ Եվ այդտեղի բնակիչները ժամանակ հետ կոչվել են ադրբեջանցիներ։ Իհարկե, նրանք ԱԿ-ին աշխատանքներ տարել են, հիմա իրանք ասում են իրանք ալբանացիների հետնորդներ են, չգիտեմ, այնտեղ մինչև այդ ուրիշ բաներ էին ասում, մինչև այդ թուրքերին դուր գալու համար ասում էին մենք թուրքեր ենք առհասարակ, մեկ ազգ երկու պետություն, ինչ ուզում խոսում են։ Վերեցին, դարձրեցին իրենց պետություն։ Ռուսաստանի ստեղծած պետությունն է։ Եղել։ Այսինքն ռուսական ազդեցությունը պետք է որ Ադրբեջանում շատ ավելի մեծ լիներ, բայց այդ ազդեցությունը կարող էր մեծ մասամբ նաև թաքնված լինել, որովհետև շատ լավ հասկանում էր, որ
Բաքվի նավթի վրա արևմուտքի ուշադրությունն է եւ փորձեր այդ ներգրավվածությունը արևմուտքի օգտագործել որպեսզի ունենա որոշ տեղեկատվություններ եւ այլն։ Հիմա ցույց չտա էլի որ Ադրբեջանը իբր շատ ռուսական է։ 22 թվին վերջնական ցույց տվեցին որ չէ ամեն դեպքում ռուսական է։ Հիմի ո՞նց է կարծում իր ստեղծած պետությունը իր կողմից Արցախը Ադրբեջանի կազմում տեղավորած թեկուզ ինքնավար մարզի բանով պետությունը հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ինչ պիտի աներ։ Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր զարմանում են, որ ոնց թե մեր ռազմավարական գործընկերը, մեր անվտանգության երաշխավորը մեզ չի աջակցում։ Այո, որովհետև ինքը համարում է նախ ստանացնեն իրենը։ Իսկ նա էլ իր ստեղծած պետությունն է, ինքը նրանով է աշխարհում, նա ֆիգուրա։ Մենք պեշկա ենք։ Եվ մենք նոր ենք դառնում ֆիգուր, ինչը իրան նյարդայնացնում է։ Եվ ներսի գաստրոլյորներն են նեղվում են, որ շեֆը նյարդայնանում է։ Դուք չեք ուզում ձեր պետությունը ունենաք։ Մի խոսքով, եւ այդ գործողության արդյունքում միլիարդների զենքը տրամադրեց, չարկելեց Ադրբեջանին ուրիշ երկրներից նույնպես զենք ձեռք բերել, այդ ոնց է լինում։ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է, մեզ չի կարելի այլ երկրից զենքեր առնել, բայց Ադրբեջանին կարելի էր ՆԱՏՕ-ի հետ բանակ մարզել, Թուրքիայի ներկայությունը իր մոտ ապահովել, Իսրայելի, Պակիստանի, բայց ոնց է լինում։ Այդ մենակ Հայաստանը չէ ռուսական ազդեցության գոտի, այդ հարավային Կովկասն է համարվել մշտապես Ռուսաստանի ազդեցության, ռուսական ազդեցության գոտի, իր տարածքները։ Բայց ոնց է եղել։ Եղել է այդպես, որ իրեն անհրաժեշտ է եղել Ադրբեջանի միջոցով խաղալ արևմուտքի հետ։ Իսկ Թուրքիայի հետ մտնել սակարկության մեջ այլ ֆրոնտների համար։ Վերջացավ։ Ու ես զարմանում եմ, որ այսօր կան մարդիկ դեռևս Պուտինի նկարով մայկեկով քայլում են Արմիա Ռոսիայի վրան էլ գրած։ Այդ ի՞նչ է։ Եվ մեր բնակչության ահագին տոկոս, մոտ 500,000 հոգի, գնացել ձայնա տվել այս ամեն ինչի համար։ Դարձյալ բերանները լեզու դնելու համար։ Որ նրանք էլ նստեն կամ ծիծաղտան, ասեն մենք այդտեղ բացի որ 500,000 հոգի մեր ազդեցության գոտի լինելու համար ձայն տվել։ Այն ոնց էր ասում Պուտինը, ասել որ դուք քնաչում Ռուսաստանում 2 միլիոն հայ է ապրում։ Ինչի համար է դա ասում։ Ինչի համար է ասում։ Դրանով սպառնում է Հայաստանի Հանրապետության ու ժողովրդին։ Ասում ասած ուղեղը կլվանամ կուղարկեմ ձեր վրա։ Իմիջիայլոց ահագին ստացվել է։ Ահագին ստացվել է։ Եվ աշնորհիս առաջ է եղել։ Իհարկե փառք ասի Ռուսաստանում ապրում են շատ լավ էլ ջիգարով հայ մարդիկ, ովքեր ցանկացած պայ անկախ նրանից ինչ կա ինչ չկա գտկեն ու հետ կվերադառնան, բայց նաև կայենի։ Ինչը բանա ուժա, ներուժա։ Չես կարող առհամարել այդ ներուժը։ Հասկանում եք։ Մանավանդ որ նրանցից շատերը այստեղ դեռևս որոշ ոլորտներում իրավական ոլորտում, դատաիրավական ոլորտում, կառավարության ոլորտում, մյուսում դեռ ունեն իրենց մետաստազները եւ կարողանում են Թևանյան Անդոների նման գաղտնիքներ, պետական գաղտնիքներ քաշել տանել այնտեղ։ Ոսիկ մեծ հասարակ հարցնամ, օրինակ որևիցե մեկը այս վերջի շրջանում փորձել է հիշի, մենք դատախազ ունենք Գևորգ Կոստանյան։ Ուր է։ Մոսկվայում է։ Պաշտպանության նախարարներ ունենք, 7-ից 5-ը Մոսկվայում են։ Այն մեկը вообще դարձել է բլոգեր։ Դարձել է բլոգեր հերիք չի։ Այն մյուս բլոգերին էլ են պղծին, որ բռնել են Ամերիկայում։ Նրան էլ սատարում է։ Սրած պատկերացումը դուք նայեք, արժեհամակարգը, պատկերացումը, ընկալումը պետության մասին։ Բայց այս ամեն ինչի մեջ հիմա ես մի լավ բան ասեմ։ Ինչի ինձ բավականին sense հետաքրքրեց։ Ու
Կարծում եմ դա շատ կարևոր ձեռնարկ է։ Ուրեմն, ներքաղաքական էս թոհուբոհի մեջ, որտեղ որ դեռևս այդ անարդարության զգացումը մենակ ընդդիմադիրները չէ որ ունենեն, մենք էլ ունենք։ Մենք էլ ունենք, ասենք չհասկացանք, փող բաժանելով, ոնց կարա էլի նորաստեղծ ուժը, մի քանի ամսվա կուսակցությունը 300,000 ձեն հավաքի։ Ոնց կարա։ Իսկ 20-30-ամյա ուժը, լավ, չբերենք օրինակ հանրապետություն կուսակցությունը, օրինակ բերեմ հենց բևերը։ Ձեն չհավաքի։ Ոնց է լինում, որովհետև անարտարության զգացումը որտեղ է, փող, հիբրիդ, մյուս, չէ՞։ Այդ, ասենք, ուժեղ Հայաստան ընտրողները կարող են, օրինակ, ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորների թեկնածուների 10 հոգու անուն տալ։ 10 հոգու։ Ես չեմ ասում եմ, որ 28 հատ մանդատ են հեսա վերցնելու, չէ, 10 հոգու անունը տվեք, չեք կարող տալ, որովհետև փողն է աշխատել ու մի մարդու անուն, որը ոնց կարողացել պտտացրել են, ընդ որում այդ մի մարդը, իմիջայլոց, Սամվել Կարապետյանը իր անձնագրերից հրաժարվելու պրոցեսը շարունակում, թե դադարեցրել, սառեցրել է, ասում եմ, ես ռուսական և կիպրոսական, չգիտեմ, անձնագրերից հրաժարվելու գործընթաց ենք սկսել, դա այդքան էլ հեշտ չի, բայց մինչև ընտրություններ իմ կարծիքով կհասցնենք։ Հիմա ինչ կա, նորություն կա այդ անձնագրերից, թե այդպես խլում էիք Հայաստանը ու վերջ։ Խոսքով։ Հիմա սրանք էլ ես կողմ դիմեցին են, կողմ դիմեցին ես, կողմ վազեցին են, կողմ վազեցին, ու ես իմ դժգոհությունը մշտապես հայտնում էի, թե արտախորհրդարական ընդդիմության մեծամասնությունը ինչի է, այսքան համեստ իրան պահում։ Եվ վերջապես այսօր աչքովս ընկավ, որ հանուն հանրապետության կուսակցությունը առաջիկայում սահմանված կարգով դիմելու է սահմանադրական դատարան, ինչը ես ողջունում եմ։ Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները եւ օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։ Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ժողովրդավարության քաղաքական մրցակցության եւ հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքի պաշտպանությունն է։ Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության եւ հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք։ Հանուն Հանրապետության կուսակցություն։ Բրավո։ Շատ։ Սա պետք է ուղղակի սկսել հենց առաջին ձայնագրությունը հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց, հենց այդտեղից պետք էր սկսել։ Հենց այդտեղից։ Ոչ թե արդյունքները նայելուց հետո, որովհետև այստեղ մի հատ ուրիշ լեգիտիմ հարց էլ է առաջանում։ Իսկ եթե հանուն Հանրապետության կուսակցությունը անցներ ազգային ժողով, իսկ ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը չնայած այդ միլիարդավոր ծախսերի այնուամենայնիվ չանցնեին ազգային ժողով։ Դուք դիմելու եք սահմանադրական դատարան։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Վատ չի։ Ամեն դեպքում վատ չի։ Մյուս կողմից, ասեմ այսպես, որպեսզի հանկարծ տարընկալում չձևավորվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները բավականին լեգիտիմ են։ Այսինքն լեգիտիմ ընտրված կուսակցություն է, որովհետև ընտրախախտումներ քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից չեն արձանագրվել։ Ու չեն արձանագրվել ոչ միայն իրավապահ մարմինների կողմից, ոչ միայն վերահսկող հասարակական կազմակերպությունների կողմից, այլ նաև ընդդիմության կողմից։ Այն ձևական, որ հիմա հելել իրար միս են ուտում բան, ասում ես, օքեյ, փաստ բերեք, չկա փաստ։ Այսինքն քաղաքացիական պայմանագրի ձայների լեգիտիմությունը մեկը ես չեմ դնում հարցականի տակ։ Բայց ընդհանուր ընտրությունները պատկերը Եվ ինչից է եկել հասել սրան, որ այո, հավասարությունը
Ինչքան էլ որ փառք ու պատիվ մեր իրավապահներին, բայց հասկանալով հանդերձ որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ ինչպեսի հարցակում էր հայկական ներքաղաքական դաշտի վրա, այս sense դնելով նժարների վրա, հասկանում ես որ իսկապես 2 ամսից նոր ազգային ժողովի պատկերը չես ուզում տեսնես ինչպեսին է։ Չես ուզում, ուտեղ արդարություն չկա։ Այ սա է հենց խնդիրը, որտեղ որ ես համաձայն եմ։ Իմիջիալոց, այդ հիբրիդային պատերազմը սկսել էր շատ ավելի շուտ։ Ես էս հիշեցնեմ, մի անգամ իմ հաղորդման ժամանակ մի տեսանյութ տեղադրեցի, իմ Facebook-յան էջում եմ տեղադրել, երբ մի տղա մոլոտովի կոկտեյլով շպրտում է ԱԱՑ շենքի վրա։ Դեռ Սամվել Կարապետյանի բռնված լինելու թեժ ժամանակներն էր։ Եկեք ես այս նորությունը ժողովուրդ օրաթերթի մանիպուլատիվ մեկնաբանությամբ կարդամ այնուամենայնիվ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավար շշեր նետած 31-ամյա Ռաֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննելու է ուժեղ Հայաստան դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին, ով հաստատ կլիներ ցուցակում, պարզապես իր թղթերը շուտ դուրս եկավ, էլի, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է։ Եթե կհիշեք, Ալիկ Ալեքսանյանն ինչ-որ մի պահի փորձեց անգամ արտահանալ, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի չի, բայց դա չստացվեց իր մոտ, այնուամենայնիվ։ Թե չէ էտել էր խաբելու, սղսնելու են գնար։ Թեև Մանդալյանի կապերը իշխող ԿՊ-ի հետ ավելի սերտ են այս մասին առաջիկայում, քան ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ նախաքննական մարմինը դա էլ ենք ցում ԿՊ-ի վրա, էլի։ Փորձել է Մանդալյանի գործունեությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ, սակայն այդպիսի կապ չի հայտարարվել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։ Բայց ինչ եք առաջիկայում թողնում, միանգամից ասեք դուք բան գիտեք։ Էս այն մանիպուլատիվ մասն է, բայց անցնենք առաջ։ Բուն նյութը ինչումն է կայանում։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ, թե ինչ որոշում կկայացնի դատավորը դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 1994 թվականին ծնված Ռաֆի Մանդալյանը դյուրավար շշեր էր նետել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ, դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներին տված ցուցմունքում Մանդալյանը նշել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ։ Նրա խոսքով իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։ Եվ մարդը որոշել է, որ հայրենիքը վտանգված է, որոշել է ինչ-որ գործողություն անի։ Ես ասում եմ, չէ, շատ դեպքերում հենց հիմա Հայաստանում նմանատիպ գործողություն անողներին ես այդքան չեմ մեղադրում, ինչքան հենց այս լրատվական կայքերին, որովհետև այս մարդիկ այնքան են կերել այդ մանիպուլատիվ նորությունները, այդ խոսույթը ընդդիմադիրների, այդ որ հայրենիքը փրկել է պետք է, դուրս է պետք բերել այս ճգնաժամային վիճակից, ես ինչ էր այնքան են խոսել, մարդիկ սկսել են հավատալ դրան եւ բնականաբար գործողություններ անել։ Դրա համար ոչ միայն պետք է այդ պարագլուխներին դատել, այլ պետք է մի հատ նորմալ վերանայել լրատվական գործունեության դաշտը, այո, ես ընդդիմադիր գործունեությունը հարգում եմ, ընդունում եմ եւ կպաշտպանեմ ատամներով, որովհետեւ լրատվական դաշտը պիտի ինքը ընդդիմադիր կեցվածք ունենա, բայց ոչ քաղաքական ընդդիմադիրի կեցվածք, հենց ընդդիմադիր կեցվածք իր գործողություններով, իր աշխատանքով։ Եվ դա կարևոր բան է։ Մի խոսքով, թույլ տվեք այսքանով եզրափակել այսօրվա հաղորդումը, այս թեմային հնարավոր է վաղը թարմացնենք, նոր մոտեցումամբ հանդես գանք, որովհետև ժամանակը ավարտվում է, ամբողջը չհասցրեցինք մանրամասնել, իսկ դա կարևոր է, շատ կարևոր է։ Այնուամենայնիվ, շնորհակալություն եթերը դիտելու համար, շնորհակալություն YouTube-յան Ալիքի մեր հետևորդներին նույնպես տարածելու համար եթերը, եթերում ազատ շփումներ կհանդիպենք։